Իշխանությունը ներկայացրեց իր դիրքորոշումը, ամեն դեպքում ձեր թեկնածուին ընտրեցին մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, ինչպես եք գնահատում եւ նաեւ մեկնաբանեք ձեր քվեարկությունը, դուք չնայած որ իշխող ուժի ներկայացուցիչների քվեարկությանը չեք։ Տիկին Գալստյանը հնարավոր լավագույն եւ միակ թեկնածուն էր եւ վստահ ենք, որ Տիկին Գալստյանը լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահի պարտավորությունները։ Ինչ վերաբերում է ընտրություններին, մենք հայտարարել աշխատանքը, խորհրդարանական աշխատանքը, կենսագրությունը, ձեր կարծիքով ի՞նչն է, օրինակ ԿՊ-ի տեսանկյունից։ Տիկին Խաչատրյան, դուք ուզում եք որ ես կարդամ ԿՊ-ի մտքում ինչ մտքեր են ծնվում, չեմ կարող ասել, ես ասում եմ ֆրակցիայում մենք բոլորս միակարծիք էինք, որ Տիկին Գալստյանը լավագույն թեկնածուն է, այլընտրանք ուղղակի չի դիտարկվել եւ վստահ ենք, որ Տիկին Գալստյանը լավագույն կերպով կկատարի իր վրա դրված պարտականությունները։ Սպասելի է քվեարկության 50%-ով այո, 50%-ով ոչ։ Սպասնական 50 ոչ եւ ինչու այո։ Որովհետեւ իրանք ունեն երկու տարբերակ, այո կամ ոչ։ Հետևաբար 50%-ով սպասելի էր, 50%-ով ոչ։ Պարոն Խաչատրյան, քվեարկությունից դուրս Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Տիգրանաշենի թեմային հայտարարել է, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք չէ, այո, եւ դիմել է ոչ հայկական անվան, նաեւ այս անգամ օրինակ չի հայտարարել Ադրբեջանի Հանրապետության տարածքը քանի քառակուսի կիլոմետր, օրինակ նշելով, որ Կասպից ծովով պայմանավորված տարածք մեծանում կամ փոքրանում։ Ես չգիտեմ ինչ է Նիկոլ Փաշինյանը իրավացրել սինոպտիկի պարտավորություններ եւ Կասպից ծովի բարձրանալու եւ նվազելու մասին խոսումը։ Այո, Կասպից ծովը նվազում է, հետո ինչ։ Եվ Հայաստանի Հանրապետության գործադիր մամլի ղեկավարը այլ խնդիր չունի, քան թե Ադրբեջանի տարածքի փոփոխությունների մասին խոսել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւս մեկ անգամ վկայում են, որ ինքը հայ ժողովրդի, հայ ազգի շահերի հետ որևէ առնչություն չունի, ինքը թուրք-ադրբեջանական շահերի ջատագովն է, ինքը իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիր կամ առնվազն իր եւ թուրք-ադրբեջանական իր կառուցողական գործընկերների տեսլական Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կասկածելիորեն համընկնում են։ Կրկնում եմ, իրենց հղումները Ալմաթայի հռչակագրի վրա սին են։ Ալմաթայի հռչակագրում չկա վարչական սահման եզրույթը։ Ալմաթայի հռչակագիրը զուտ հռչակագրային փաստաթուղթ է իրավական ուժ չունեցող։ Իրավական ուժ ունի Բելովեժյան թավշուտում ստորագրված համաձայնագրին Հայաստանի կողմից միանալը, որտեղ Հայաստանը միացել է խոշոր, շատ 10 վերապահումներով։ Ալմաթայի հռչակագրին Ադրբեջանը չի միացել, որտեղ միանալու խնդիր չկար, իրենք միացել են ԱՊՀ-ին, բայց եթե այս իշխանությունները հղում են կատարում այդ փաստաթղթի վրա, իրանք պետք է բարի լինեն եւ ճիշտ ցիտեն, դեռ խոսքը գնում էր գոյություն ունեցող սահմանների մասին։ Եվ նույնիսկ այս փաստաթղթի մեկնաբանությունը ադրբեջանական մեկնաբանությունն է։ Վարձրեք, կարդացեք Ադրբեջանի պաշտոնական նամակը Միացյալ Ազգերի կազմակերպությանը Կոսովոյի հարցի քննարկման ժամանակ։ Հիմա, երբ սահմանազատում անվան ասելով սահմանազատում իրենք տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, Տավուշի մարզում, չէ, ինչ էին ասում էին ինչ որ տարածքներ մենք են գրավել, ինչ որ տարածքներ ադրբեջանցիք են գրավել, դե մենք կտանք, հետո իրանք կտան, 2 տարի է անցել, քանի միլիմետր տարածք է Ադրբեջանը ազատել, քանի միլիմետր։ Հիմա համար շատ հետաքրքիր է, թե ինքը ասում է, որ Քարքեն ադրբեջանական տարածք է, Արծվաշենի մասին ինչու չի խոսում եւ միաժամանակյա, հասկացա, բայց միաժամանակյա, չէ, խոսում եմ, միշտ էլ խոսացել են դա մասին, բայց միաժամանակյայի մասին խոսակցություն չկար, որտեղ այդ հարցը մենք միշտ ասում ենք, գործողությունները պետք է լինեն միաժամանակյա, ոչ թե զիջիր, իսկ ստանալիքդ գրիր
հեռավոր ապագայի վրա։ Պարոն Խաչատրյան, ասում եք պայմանավորվածություն չկա եւ կան տարբերակներ, որոնք քննարկվում են։ Այդ թվնակման տարբերակը եւ ընդհանրապես ինչ տարբերակներ հնարավոր եք դուք համարում, եթե օրինակ փոխանակման տարբերակը որևէ ձևով չլինի։ Կա որևէ այլ տարբերակ, որի դեպքում Տիգրան Աշյանը օրինակ կարող է մնալ հայկական։ Տիգրան Աշյանը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն։ Վերջ-վերջը հասկանում եք, չէ՞, եթե ադրբեջանցիները գան եւ Տիգրան Աշենում ռազմական բազա դնեն, ինչա տեղի ունենալու։ Դից կիսվելու է, դե եթե ասում են ադրբեջանական տարածք է, ես կասկածեմ, որտեղ քաղաքացիական բնակչություն կլինի, բայց այն, որ այնտեղ կլինի ադրբեջանական ռազմական հենակետ, խիղ խոշոր հենակետ, այդտեղ ես կարծում եմ, որ դառնում ես համոզմունք ունեմ։ Եվ եթե անկարծ ադրբեջանական ռազմական հենակետը հայտնվի Հայաստանի Հանրապետության մեջտեղում, դեպի հարավ տանող ճանապարհի վրա, կամ որ ինքը խոսում էր Բարխուդարլու, Սոֆուլու եւ այլն, դեպի հյուսիս գնացող ճանապարհների վրա ինչ է լինելու Հայաստանի հետ։ Եվ երկրորդը, ինքը ուզում է փոխել սահմանադրությունը, չի ուզում, դա երկրորդական է, ինքը երթում է տվել Հայաստանի սահմանադրության վրա, լավ, իհարկե ցերեմոնիալ չի եղել, եւ օրենքների վրա, որով Տիգրան Աշեն գյուղական համայնքը Արարատ խոշորացված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքով խոշորացված համայնքում է գտնվում Արարատ։ Այսինքն ինչպես է ինքը փորձում դա խախտել։ Պարոն Խաչատրյան, իսկ Քարքի անվանելը դուք կարծում եք, որ դա ինչ-որ հեռահար, ասենք, չի մասնախոսք, իրանք Նախիջևան նույնիսկ փաստաթղթերից մեկում Նախճեվան էին գրել։ ինչ է օրինակ դա։ Ինքը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը այն տարածքի վրա, դա է խնդիրը։ Ինքը մի մարկան հերթովելի խնդրում եմ։ Տվեց հարցը։ Ինչ է Յոթ խնդրում եմ հերթովեն։ Այդպես է, հա, անվանում, ասենք, Տիգրան Դա Աշենը։ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, կրկնում եմ, Հայաստանի կենտրոնում ադրբեջանական տարածքը Հայաստանի համար կենսական ռիսկ է։ Այսինքն երբ որ ասում եք Գիզիր Հաջիլի եւ այլն անունները տարածի եւ սահմանազատման դրանք արդեն Ադրբեջանին համարվեցին, նույն տրամաբանությունն է գործելու այս անգամ։ Այո, իրանք դա են անել, որտեվ կրկնում են, իրանք ասում էին, կտանք ինչ որ տարածքներ, ներողություն, հյուսիս-արևելքում, չէ՞, իրանցի հատվածում, Ադրբեջանն էլ այնտեղ մեզանից ունի գրավյալ տարածքներ, իրանք էլ մեզ կտան։ Հիմա 2 տարուց ավել անցել է Ադրբեջանը քանի միլիմետր տարածք է վերադարձնել Հայաստանի ինքնիշխանությանը։ Այսինքն 20 թվականից անընդհատ տալիս ենք ու տալիս ենք։ Ոչ մի բան Ադրբեջանից չենք ստացել։ Այսինքն Տիգրան կարծում Աշենը եք հանձնվելու է 2026 թվականի օրինակ։ Նիկոլ Փաշինյանը ամենայն դեպս դրա անոնսը արեց, ժամկետների մասին չեմ կարող ասել։ Այսինքն հաջորդ ներողություն, հաջորդ, այսպես ասած, հասցեն ձեր կարծիքով Տիգրան Աշենն է լինելու սահմանազատման։ Մի հարց տամ, քանիսն եք եղել Տիգրան Աշեն գյուղում։ Շատ լավ, որ մտնում ես Տիգրան Աշեն գյուղ, չէ՞, այնտեղ հուշարձանը որ կա, հուշարձանը անցնում ես եւ կա ցուցանակ։ Պետական սահման։ Եվ եթե դու գյուղով քայլում ես, տեսել եք, չէ՞, գյուղը ինչքան անբարեկարգ է։ Եվ որևէ սուբվենցիոն ծրագրի հետ այնտեղ չկա։ Այդ քաղաքական որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրել էր շատ ավելի շուտ։ Բայց Տիգրան Աշենը, պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանի եւ կառավարող ուժի իշխանության օրոք չի, որ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով համարվում է Հայաստանի մաս։ Եթե այդտեղ անբարեկարգ վիճակ է, նշանակում է մեր պետության, անկախ պետության գոյության սկզբից է այդ անբարեկարգ վիճակը եղել։ Այնպես չէ, որ նախորդ իշխանության օրոք ինչ որ խոշորածավալներ դրումային ծրագրեր են արվել, հետո հենց որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, դադարեցվեցին, քանի որ մտադիր են հանձնել։ Սա դիտարկում, պարոն Խաչատրյան, թույլ տվեք հիմա իմ հարցերը։ Հարց համար 1, պարոն Խաչատրյան, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում։ Հարցս գուցե բանալ հնչի։ Ինչ է անում Հայաստան դաշինքը եւ խորհրդարանական ընդդիմությունը կանխելու այդ ծրագրի իրականացումը։ Հարց համար 2։ Եկեք հերթով անենք, որովհետեւ քանի որ փոխկապակցված են, թույլ տվեք տամ։
Դիցուք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով իշխանության էր եկել Հայաստան խմբակցությունը կամ կոալիցիա էր ձևավորվել, իշխանությունը դուք եք վերցրել։ Եվ Ադրբեջանի հետ բանակցությունների հերթական ռաունդներ Հայաստանի առջև դրվել էր անկլավների հարցը։ Դուք որպես իշխանություն ինչպես եք լուծելու այս խնդիրը։ Շնորհակալություն։ Ուրեմն դիտարկմաններ արձագանքեմ եւ հարցերին։ Գիտեք, իհարկե հարց տալու իրավունքը բոլորին, բայց եթե այդ հարցը տրվեր ենթադրենք 2018 թվականի ենթադրենք մայիսի 31-ին, հասկանալի կլիներ, բայց այդ մարդը 8 տարուց ավել Հայաստանի փաստացի ղեկավարն է, ավելի շատ, քան թե Միացյալ Նահանգների նախագահի 2 ընտրաշրջան։ Եթե Հայաստանի Հանրապետությունը 91 թվականից անկախ է, 35 տարվա 8 տարին իրանք է, կան ամենաերկար պաշտոնավարող ղեկավարներից մեկը ինքն է, ինքն է, համար եմ ասում, այսինքն եթե եկել էին փոխելու, բարելավելու խոստումով, եւ եթե չեն փոխել եւ չեն բարեփոխել, գոնե այս մասով, նշանակում է իրենք ձախողել իրենց խոստումները, նշանակում է իրենք ձախողել են իրենց հեղափոխությունը։ Դրանից բացի, սուբվենցիաների քաղաքականությունը սկսեց Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ եւ Հայաստանի բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Եթե այդ ծրագիրը չի իրականացվել հատկապես Տիգրան նշանակում է հատկապես Տիգրան նկատմամբ այս իշխանությունները ունեն ճիշտ նույնպիսի մոտեցում, ինչ որ Իլհամ Ալիևը։ Երրորդ հարցը մենք ինչպես կբանակցենք, մենք կբանակցենք, թե դու ինչ նպատակ ես հետապնդում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է տանկ բրծնենք Ադրբեջանի հետ հարցերս լուծենք, իրաց բարեհոգության եւ բարեգթության վրա հույսներս դնենք, մենք այստեղ ֆեստիվալներ կազմակերպենք։ Ինքը դա էր անում։ Մենք ասում ենք, որ ոչ, չի եղել աշխարհում մի դեպք, երբ դիմացինի բարեգթությունը երաշխավորում է քո խաղաղությունը։ Դու պետք է ձգտես պահպանել եւ առաջ մղել քո ազգային շահը։ Մեր ազգային շահ այս բանի դրությամբ։ Մեր ազգային շահը նշանակում քո կենսական շահերը պետք է պաշտպանվեն։ Կենսական շահերի մեջ մտնում է ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից, անմիջապես, գոնե այն տարածքներից, որոնք 94 թվականից հետո են մտել, որովհետև առաջի պատերազմի ժամանակ, այո, դա կարող է գնալ եւ սահմանազատման գործընթացում հարցեր լուծվել, բայց օրինակ Ջերմուկից, Սև լճից, Իշխանասարից, Շուրնուխից, իրանք պետքա դուրս գան, Շորժայից, իրանք պետքա դուրս գան։ Դա առաջին մանրաժեշտ պայմանն է։ Մեր հայրենակիցների վերադարձը Բաքվի բանտերից, Արցախի հայրենակիցների վերադարձի իրավունքը չես կարող դուրս մղել, եւ նաեւ իհարկե սահմանների խնդիրը։ Դուք ամբողջ պատկերից, դուք ինքը մենակ չես կարող անես։ Լավ, չես կարող անես, ամբողջ կոմպլեքս միջոցառում է։ Դու մի հարցը չես կարող անես հարաբերությունների մեջից։ Վարչապետ Փաշինյանը խոսում է եւ Արցվաշենից եւ Քյարքից։ Դուք Արցվաշենը Ես Քյարքի չեմ մանում, ինչա Քյարքի երևի նկատի։ Փոխանակ, հա, Տիգրանաշեն եւ դե ինքը այդպես ասել։ Ես մեջբերում եմ։ Հա, ինքը հա, եւ Արցվաշենից եւ Քյարքից, հա, դուք լիդեք հիմա Արցվաշենը, այսպես ասած, փոխանակել Տիգրանաշենի հետ, դա է ձեր պլանը։ Կարծում եմ, եթե դա, կարծում եմ, օրինակ ինքը ավելի օպտիմալ կարող է լինի, բայց դա խնդիրն ուրիշ է, իսկ կարծոք իր կերտև կառուցողական գործընկերը իրան թույլ կտա դա հարցը բարձրացնել։ Չէ, ձեր մասին է խոսքը։ Ես ավելի Սահմանները պետք է լինեն այնպիսին, որպեսզի բավարարեն նորմալ կենսագործունեություն, եւ դրա համար դեռևս 8-րդ գումարման ժամանակ խոսել ենք 2017 թվականի ԵԱԿ նախագահության կողմից մշակված սահմանազատման եւ սահմանագծման ուղեցույցի մասին։ Պարոն Խաչատյան, դուք նշեցիք, Որովհետեւ ներողություն եմ խնդրում։ Ձեր կարծիքով փոխանակումն է ճիշտ, իմ հարցը դա է։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի կոմպլեքս։ Այդտեղ խոսքը չի գնում միայն Տիգրանաշեն, Արցվաշեն, այդտեղ հարցը գնում է բոլոր այդ տարածքների ընթացքում, որոնք սովետական ժամանակ մի ձև են եղել, հիմա մի քիչ այլ են։ Բայց կրկնում եմ, չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը ասի, որ Հայաստանի Հանրապետությունն եւ Ադրբեջանը ճանաչել են վարչական սահմաններն են դիտել որպես պետական սահմաններ։
այդ փաստաթուղթը, ես չեմ ասում դա լավ է թե վատ է, ես ասում չկա նման ոչ երկկողմանի, ոչ էլ որևէ միջազգային։ Աստծո սիրուն, կարդացեք այդ հերնանիծած Ալմատայի հռչակագիրը։ Լավ, ինչքան կարելի ասել, ժողովուրդ կեսեջը ընդամենը։ Ալմատայի հռչակագրում չկա վարչական սահմաններ։ Ալմատայի հռչակագրն ասում է գործող սահմանները Ադրբեջանը միացել է ԱՊ-ին 93 թվականին։ Շատ է, եթե դա դիտում 93 թվականը թող դիտեն։ Իշխանություններ որ անդադար։ Ես իրանց ասեմ, հեսա լսեք, ես Լևոն Պետրոսյանի ստորագրությունը, Տեր Պետրոսյանի, որտեղ աստեղ վարչական սահման բառն օգտագործվում։ Պարոն Խաչատրյան, դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի իրավունքի հարցը չի կարող փակել, բայց այսօր նաև անդրադարձավ կրկին այն հարցին, որ Ղարաբաղի հարցը փակել է եւ ժողովրդին ասել, եթե այդ որոշման հետ հաշտ չեք, դուրս եկեք եւ իշխանափոխություն իրականացրեք, նաև նշել է, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումներով Հայաստանի Հանրապետությանը դուրս է բերել թակարդից։ Նաև 4-րդ հանրապետության մասին է խոսում եւ այս համատեքստում արդյոք իրատեսական եւ օբյեկտիվ չէ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որտեղ 3-րդ հանրապետության կազմում այն ինչ կար, օրինակ Շուշին, Հադրութը, Արցախը ընդհանրապես, հիմա ոչինչ չկա։ Նիկոլ Փաշինյանը կործանեց 3-րդ հանրապետությունը, կազմաքանդեց բոլոր ձեռքբերումները, բոլոր նվաճումները։ Դա առաջին, երկրորդը Արցախյան հարցը Նիկոլ Փաշինյանը չի սկսել եւ իր որոշելիքը չի, այսինքն եթե արցախցին ասում ուզում եմ տուն վերադառնամ, ինչ պետք է անի, պետք է փանդի, լավ, հասկացա, բայց դա չի նշանակում, որ դու այդ մարդկանց ձեռքից իրավունքը կարող ես խլել։ Չի անում, դրա համար էլ ասում ենք վատն է ինքը, եթե աներ ինչ պիտի ասենք ինքը վատ ղեկավար է։ Այո, ինչ չի անում, դրա համար էլ ասում ենք ինքը վատն է։ Չի անում, որտեվ Ալիևն ասել է չանես։ Ինքը ինչ ուզում է թող ասի։ 2021 թվականի ծրագրում ասում եմ մենք գրել էինք Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, որը մեր ժողովուրդը խնդրել է վերափոխել։ Շատ լավ, այդ հարցը ես իրան տվեցի այստեղ, ասեցի դուք ինչ եք խոսում, այդ ինչ մեխանիկ ինչ ասեց։ Ասեց մենք այո դա գրել ենք, ժողովուրդը դա դրեց մի կողմ, մեզ ուրիշ ծրագիր պարտադրեց։ Ես ասեցի ինչպես է այդ նոր ծրագրի մշակման եւ պարտադրման մեխանիզմը։ Պատասխանեց։ Չէ պատասխանած, չէ, այսինքն հիմա դուք ուզում եք օրես չէ, մի րոպե, խոսքը գնում է 21 թվականին։ Այս հիմա ձեր ասած այդ ամփունջը ինքը ներկայացրել են այս ընտրությունների ժամանակ եւ ասում են այ քաղաքացին ընտրել է։ Քաղաքացին չի ընտրել, իրավունք քվարկել է 735,000 մարդ, Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, մոտ 3 միլիոն մարդ, հանընկյարկի անչափահասների, բայց ամեն դեպքում 2 միլիոն 200,000-ի կարգ է, չէ, թե չեմ սխալվում։ Այսինքն ինքը նույնիսկ ընտրությունների մասնակցողների կեսը իրան չի ընտրել, այնպես որ ժողովրդի վրա ապելյացիա չի կարող անել։ Լավ, 4 հանրապետություն թևակողելու մասով ինչ խոսեք։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք, որ չթևակողում ենք 4-րդ հանրապետություն։ Եվ դրա համար իրանք ինչ էին անում, ասում են համեմատում էին ռազմագերիներին, Ռայխի, թե գերմանացի ֆաշիստ ռազմագերիների հետ, հա, այն մեկը 3-րդ Ռայխն էր, սա էլ 4-րդ հանրապետությունն է, եւ վաղը կարող է Արցախյան պատերազմի հերոսներին դատեն որպես պատերազմական հանցագործներ, պատահական չէ, այդ համեմատությունը։ Հայաստանի Հանրապետության ապագայի մեր տեսլականը էապես տարբերվում է Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, անունն ինչ է Ռեջեփ Թայիփ Էրդողան, եռագլուխ միասնության պատկերացումներից։ Պարոն Խաչատրյան, առաջիկայում ազգային ժողովի դատին է ներկայացվելու կառավարության ծրագիրը, ինչպիսի քննարկումների եք նախապատրաստվում, տրամադրված եւ այլն, կառուցողականության շրջանակներում եք տեղավորվելու, թե նախորդիվ ինչպես ականատես ենք եղել կառավարությունը ազգային ժողով հարցը պատասխանի ժամանակ կլինեն ճղագրգի։ Տեսեք, ուրեմն կառավարության կայքը թարմացվել է, գոնե իգով կետ է եմ կայքը, նիստերը 3 ժամը 17:58 րոպե, այսինքն օրվա վերջից 2 րոպե առաջ ես թերթել եմ, չեմ կարդացել եւ հիմա ասեցի ես դուրս եմ գալի գնամ տպեմ, որ կարդամ այդ 86 էջը։ Առաջի հայացքից դա խայտառակություն է եւ Հայաստանի կազմաքանդման ուղեցույց։ Կառուցողականություն չի կարող լինել մի մարդու հետ, ով տանում է Հայաստանի կազմաքանդմանը, լինելու է կոշտ ընդդիմություն։ Բայց դուք իմ նախորդ հարցին չպատասխանեցիք։ Որ մեկ ինչ պատասխանեցի։ Որ ասացի, որ ասում եք
Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական շահերն է սպասարկում։ Հա։ Խորհրդարանական ընդդիմությունը ինչ է անում։ Պայքարում ա դրա դեմ։ Ինչպես է պայքարում խորհրդարանում Տեսնում եք խորհրդանում եւ արտախորհրդանական պայքարի համադրությամբ։ Ինչպես է կանխում այդ ծրագրի իրագործումը։ Դե մենք մեր մասով կարող եմ ասել, մեր ստացած ձայներին համապատասխան ազգային ժողովի դահլիճում եւ հանրության շրջանում ունեցած աջակցությամբ ազգային ժողովի դարպասներից դուրս։ Պարոն Խաչատրյան, մի հարց, եթե ձեր խմբակցությունից թերևս մի հոգի Արտուր Սարգսյանը չի կարողանում իրացնել իր սահմանադրական լիազորությունը իրավունքը ազգային ժողովի նիստերին մասնակցելու։ Ձեր խմբակցությունից է նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի մշտական նախագահ։ Ինչ եք պատրաստվում անել, որ Արտուր Սարգսյանը մասնակցի նիստերին, չգիտեմ, օնլայն կամ առհասարակ։ Գիտեք, չէ, դե օնլայն տես չի կարելի, ինչ նշանակում օնլայն մասնակցի։ Արտուր Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է վերացվի։ Եվ դատավոր Ֆարխոյանի մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի որոշման ներեցեք իմ մոտ միայն հոմերոսյան ծիծաղը առաջացնում։ Այդ գիտեք ինչ է նշանակում, որ ես վերկենայի ասել դե նա մի անգամ արդեն երդվել եմ, երկրորդ անգամ ինչի եմ երդվում։ Մի գումարումը վերջացել է։ Նոր գումարման падգամավորը ենք եւ իրանից պետք է այդ խափանման միջոցը դուրս գար։ Ես որպես падգամավոր ստացել եմ վերջնահաշվարկ այս հիմնարկը այստեղ հաշվապահությունը ասել է քո падգամավորությունը 8-րդ գումարման վերջացել է սկսում է նորը դրա համար վերջանալով ես քեզ տալիս եմ վերջնահաշվարկ եւ ամենա սիմվոլիկը երթումը լավ եթե ասեմ նա երթվել է այսինքն Արոն Սարգսյանը, Արտուրը պետք է իրավունք ունենա գա մասնակցի նիստերին։ Իրեւ երթվելու հետ կապված նաեւ քննարկվեց այդ հանգամանքը, որ ընդդիմության ներկայացուցիչները երկու ֆրակցիաներն են օրինակ ոտքի չէին կանգնել։ Իսկ որտեղ է գրված որ պետք է գա։ Ժամանակ եւ ասում են որ դուք չեք հարգում պարզապես պատգամավորական։ Որտեղ է գրված որ պետք է։ Ստորագրել ենք, ես էլ ավելացրել եմ այս տեքստի վրա, ավելացել եմ հանուն համազգային նպատակների իրականացմանը, Տիկին Գալստյանը նույնպես տեքստը ավելացրել, դրանք ստորագրել ինչ նշանակում չեք կանգնել, իսկ որտեղ է գրված որ պետք է կանգնեին։ Եթե իրանց համար դա սկզբունքային է, թող դա մտցնեին կանոնակարգ օրենքի մեջ, ասեն այդ դեպքում падգամավորը երթ կանգնեց, չկա տես բան ընդհանուր տարբեր։